Դուք հավանաբար կարծում եք, որ ձեր ատամի խոզանակը ժամանակակից հարմարավետություն է։ Սակայն իրականում մարդկությունը ավելի քան 5000 տարի փորձել է մաքրել ատամները։ Ինչու՞։ Որովհետև հին աշխարհում փտած ատամը ոչ միայն սոսկալի ցավ էր, այլև իսկական մահապատիժ։ Դեռևս մ.թ.ա. առաջ 3500 թվականին բաբելոնացիներն ու եգիպտացիները օգտագործում էին ծամող փայտիկներ, մաշված ծայրերով փոքրիկ ճյուղեր, որոնցով մաքրում էին սննդի մնացորդները։ Նրանք արդեն այն ժամանակ գիտեին մի պարզ կապ. կեղտոտ բերանը հանգեցնում է հիվանդությունների։ Բայց իրական առաջընթացը տեղի ունեցավ ոչ թե Արևմուտքում, այլ միջնադարյան Չինաստանում։ Մոտ 1490-ական թվականներին չինացիները հորինեցին առաջին մազիկավոր ատամի խոզանակը։ Նրանք վերցրեցին սիբիրյան վայրի խոզի պարանոցի կոշտ մազերը և ամրացրին դրանք ոսկրե կամ բամբուկե բռնակներին։ Այն արդյունավետ էր, բայց աներևակայալի կոպիտ։ Պատկերացրեք, որ ամեն առավոտ ձեր ատամներն ու լնդերը մաքրում եք մետաղական խոզանակի պես կոշտ մազիկներով։ Ավելի ուշ, 1780 թվականին, անգլիացի Ուիլյամ Ադիսը որոշեց սկսել ատամի խոզանակի զանգվածային արտադրություն։ Հետաքրքիր էր, որ նման գաղափար Ուիլյամի մոտ ծագեց բանտում, երբ նա սկսեց օգտագործել ճաշից մնացած ոսկորի մի կտոր և պահակից թաքուն վերցրած կենդանու մազեր։ Այսպիսով սկսվեց կենդանիների մազերով ատամի խոզանակի զանգվածային արտադրությունը։ Իսկ մերօրյա նուրբ նեյլոնե խոզանակները հայտնվեցին միայն 1938 թվականին։ Մինչ այդ, եթե դուք ատամները լվանում էիք, հավանաբար օգտագործում էիք խոզի կամ կովի մազիկներով պատրաստված գործիք։ Եվ այսպես, այսօր ամեն անգամ ատամները լվանալիս դուք օգտվում եք մարդկության 5000 տարվա գյուտից։ Իսկ հիմա հարց. եթե ստիպված լինեիք հետ գնալ անցյալ, որ տարբերակը կընտրեիք՝ բաբելոնյան ծամող փայտիկը, թե միջնադարյան խոզի մազից պատրաստված խոզանակը։ Գրեք ձեր ընտրությունը մեկնաբանություններում։